Տան, ձմռանը ջեռուցման, ամռանը հովացման ծախսերը հնարավոր է նկատելի կրճատել բնակարանը էներգոարդյունավետ դարձնելով։ Դա կարևոր հարց է, համոզված է բնակչության մեծ մասը։ Հարցումն իրականացվել է 3000 ռեսպոնդենտի շրջանում Երևանում ու մարզերում, բացահայտել սոցիալ-տնտեսական հետաքրքիր փաստեր։ Օրինակ, որ եթե շենքերը էներգոարդյունավետ դարձնող հիմնադրամ ստեղծվի, շատերը կմիանան ամիսը 2000 դրամ վճարով։ Ընդհանուր առմամբ առկա է պատրաստակամության որոշակի մակարդակ 40-ից ավելի տոկոս, որը ցույց է տալիս, որ էներգոարդյունավետության միջոցառումներ ծրագրեր իրականացնելիս հնարավորություն կա, իհարկե որոշակի իրազեկման միջոցառումների իրականացման արդյունքում հնարավորություն կա ներգրավել նաև բնակիչներին։ Հարցումներն անցկացվել են պարզելով, որքանով է բնակչությունը տեղյակ էներգոարդյունավետ լուծումներին։ Երկրում մոտ 9 տարի նման ծրագիր է իրականացվում։ Ստեփանավանից Իջևան 300-ից ավելի բազմաբնակարան շենքի, հիվանդանոց, համայնքապետարան, մշակույթի տան, միայն Երևանում 50 մանկապարտեզի, տանիքի ու պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ են արվել։ Սոցհարցման թվերի պաշտոնական ներկայացումն է, ըստ ծրագրի համակարգողի կոմֆորտի մակարդակից կախված խնայողությունները տարբեր են։ Տեխնիկապես կարելի է բնակարանի կամ շենքի կամ առանձնատան էներգոծախսը նվազեցնել ընդհանուր մինչև 40, 50, 60%։ Գործնականորեն առաջ է գալիս կոմֆորտի մակարդակ հասկացողություն։ Այդ դեպքում գումարային խնայողությունը կարող է կազմի 20-30%։ Նախագիծը պետությունն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ շահառու բնակչության համար այն հարմարավետ կենսապայմանների հարց է լուծում երկրի մասշտաբով բնապահպանական նկատում է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։ Այս էներգոարդյունավետ ծրագրով մենք փորձել ենք վերհանել հատկապես խոցելի խմբի անապահով բնակչության կարիքները։ Միայն տուն կամ հասարակական նշանակության շենքերը տաքացնել, ջեռուցելը չէ խնդիրը։ Այստեղ կա նաև շատ մեծ բնապահպանական բաղադրիչ, իսկ Հայաստանը գիտենք հաջորդ տարի հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Այս ծրագրով ի դեպ Հայաստանում առաջին անգամ 3 բնակավայրում ներդրվել է գիշերային լուսավորությունից մինչև ջրի պոմպերի ծախսը կարգավորող համայնքի էներգետիկ մենեջերի ինստիտուտ։ Էներգոարդյունավետության կարևորությունը հաշվի առնելով պետությունը մասնավոր սեկտորի համար անտոկոս վարկի սուբսիդավորման առաջարկ է հանել շուկա։ ՏԿՆ-ի հետ միասին աշխատանքներում ներգրաված է շրջակա միջավայրի բնապահպանական ծրագրերի գրասենյակը։ Այս կարևոր թեման պետք է փորձենք հասցնել բոլոր բնակիչներին, բոլոր մարդկանց, որպեսզի ունենանք էներգոարդյունավետ եւ էներգախնայող վարկագիծ։ Ծրագիրը 6 ամսից կավարտվի, ով չի հասցրել զգալ էներգոարդյունավետության օգուտները, կարող է դրանց մասին գոնե իմանալ տպագրված բացատրական ուղեցույցներից։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։